չի կարելի։ Ինչպես եք պատրաստում զավթել։ Ինչքով ասում որ հարանը պետք է զավթի։ Վեհարանը ինչքով ասում պետք է։ Ասում պիտի վեհարանից անել վեհի եւ հանձնախումբ ստեղծել, ընտրություններ կազմակերպել կաթողիկոսի, ինչպես եք զավթելու։ Եթե դուք հիմա գալիս եք իմ հետ հարցազրույց անելու, դուք ինչ-որ բան զավթում եք, ինչ ճնշում եք, նեղացնում եք, հա, չէ, ուզում հասկանամ, հարցը, ուզում ես արի սենց անենք, որպեսզի հասկանալի լինի մարդկանց, ովքեր որ դիտում են, որ դու տենց իբր անկողմնակալ ես եւ հարց ես տալի, որ ինֆորմացիա ստանաս, այլ ոչ թե վեհարանաս երբեք զավթելու հարցը չէ։ Այրև, ինչ եք կարծում, օրինակ ինչ եք կարծում, բայց ինչ են կարևոր զավթել ենք, այսինքն, լավ, բարի։ Եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ եւ սահմանությամբ սահմանված է որ ունի հատուկ կարգավիճակ եւ Հայաստանի Հանրապետությունը բնական է պետքա իմ նաև կարծիքով իր դերակատարումն ունենա այդ կառույցի մեջ եւ դա մեր կարծիքն է գիտես ինչ Սահմանությունը գրած է որ մենք որևիցե կարծիք պետքա չունենանք այդ ոնց արվում սահմանության այն հոդվածը որ ձեզ զեռա տալիս դուք չեք կարող կաթողիկոսի ընտրությունները կազմակերպել բայց հələ սպասի ինչ ես բայց հələ սպասի ես ինչ խումբ ուզենամ կարամ ստեղծել այդ դուք կարաք 4-5 հոգով հավաքվեք ասեք մենք 3 հոգով հավաքվում եք կամ մի հոգի ինտերնետա ձեռը են գնում հայտարարում որ ինքը լրագրող է ես պետության բարձրաստիճան ներկայացուցիչ չեմ կարող ասել որ ստեղ խնդիր կա եւ ես ուզում եմ պետությունը ուզում է այդ խնդրով զբաղվի տեսեք շատ կարևոր է այդ մենք մշտապես խոսացել ենք որ այդ կառույցի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան այդ կառույցը հիմնված է հարգանքի վրա այդ կառույցը հիմնված է հավատի վրա հիմա դուք եկել եք ինձ հարցեր եք տալի հիմա ես ներողություն եմ խնդրում ձեզանից եւ մի հարց ունեմ ձեզ հռետորական հարց ունեմ ձեզ արդյոք դուք sense համարցակ լրագրողներով այսինքն խելացի լրագրողներով երբևիցե հարցրել եք կաթողիկոսին կամ որևիցե սրբազանին այնուամենայնիվ երեխա ունի թե չունի ես մի հարց եմ տալի գնում եք հարցնում եք կարամ խոսեմ գնում եք հարցնում եք ձեզ կներեք ներողություն եմ խնդրում լապշա են կախում եւ ասում են գիտեք ինչ այդ հարցերն են որոնք չեն տրվում եւ արդյոք ու սկսում են կոսմոսից խոսալ հիմա ասենց լավերով լրատվական դաշտի համարներով խելացիներով մի հատ խնդրում եմ ձեզ կարող եք արդյոք այդ ինֆորմացիան բերել ինձ պետք չի ես գիտեմ որ ունի եւ մեր հանրությանը ներկայացնել տեսեք եթե լսեք եթե գերակահարց չի ուրեմն դա կմնա եւ կմարի բայց այդ հարցը չի մարելու ընդհակառակը 2010 սաղ աշխարհը գիտեմ ասել 2018 թվականից սկսած այդ խնդրեմը մշտապես եղել կարամ խոսամ Էրիկա ընդհատես այդ խնդրեմը մշտապես եղել է ու մշտապես իշխանությունը 2018 թվականից սկսված փորձել է դրան չանդրադառնալ բայց այն ամեն ինչ որ կատարվում է հիմա ժողովուրդ առնվազն պետք է Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովուրդը ունենա նոր կաթողիկոս ինչ որ չափանիշներին համապատասխանող Իրանք իրար մեջից կընտրեն ներողություն քաղաքացիական պայմանագրի լուսինե քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում չի ընտրվելու այդ կաթողիկոսը այդ կաթողիկոսի չափանիշների նոր կաթողիկոսի չափանիշների մասին գրված է հենց իրանց կանոնակարգերում եւ ախր այդ իրանք չեն լուսինե իրենք չեն դուք հասկանում եք իրանք խնդրեմը կայանում է նրանում որ իրանց ընկալումը եւ այդ ընկալումը որ իրանք ներշնչել են ձեզ ու որոշ որ մեր քաղաքացիներին որ եկեղեցին իրանց բանն է դուքյանն է որ եկեղեցում իրանք կարող են անել ինչ ուզում են ինչ հնարավոր է անել բայց երբ որ գալիս ասում ես գիտես ինչ եղբայր սա իմ հավատի չընդհատես եւս կվերջացնեմ ու երբևիցե քեզ հարցազրույց չեմ տա երբ որ որևիցե մեկին չեմ տա այդ կարգ ու կանոնը հերիք եղավ ինձ ընդհատեք ոնց բա ինչ պիտի անեմ ձեր դասատուն չեմ որ ձեր դասատունը լինի տենց չէի կանի եւ յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար տհաճ է որ մտնում ես միտեղ որտեղից քեզնից փող են մուրում ես նկատի չունեմ այն մարդկանց ասեցի չընդհատես Երբ որ քեզնից գայս ասում են դե երկչախմբին էլ 50000 դրամ էլ պետք է երկչախմբին կա։ Սուս մի րոպե բանը սարկավագին էս ինչը։ Ես եկեղեցին չեմ թիրախավորում։ Ես եկեղեցին չեմ։ Դուք ես ներողություն եմ խնդրում։ Ես բարձրաստիճան պաշտոնյա եմ։
Այո, բարձր։ Երբ որ դու ինձ հարց ես տալիս, դու Հայաստանի Հանրապետությունն ես թիրախավորում։ Դուք քաղաքական, դուք Մի հատ հարց եմ տալիս։ քաղաքական պատասխանատվություն։ Ես հավատացյալ մարդ եմ։ Իրանք էլ հավատի։ Հիմա այդ մարդիկ սեքսով կարող են զբաղվել, թե չեն կարող դա։ Այդ մարդիկ դա այնքանով է իմ գործը, անի սպասի։ Դա եթե դա վերաբերվում է հավատին, եթե դա վերաբերվում է եւ ես կուսակրոն ինչ որ մեկն եմ, այո, դա կարող է հանրության քննարկման հարց դառնալ։ Իհարկե, ինչ վերաբերում է, ես ինչ դա ոչ մեկին չի, դու մի իջ այդ մակարդակին, դու այդ մակարդակին մի իջ, դու դա քեզ չի վերաբերում, դա ոչ մեկին չի վերաբերում, լսի, այո, որովհետև ես կուսակրոն չեմ։ Իմ անձնական կյանքը որևիցե մեկին Okay, մի ինտրինջ, Անիջան, չի կարելի նման բաներ խոսալ։ Քննարկել ով ումից է երեխա ունեցել, եթե ինքը կուսակրոն չի, որ լրագրողը ում է տա քնում, ումից փող ա վերցնում, չի կարելի։ Ես քեզ արգելում եմ, լսի անի, հարգելիս, ուշադիր, ես բոլոր հարցազրույցներին պատրաստ եմ, բայց ես էլ ընտրության իրավունք ունեմ։ Ես քեզ արգելում եմ, ամենավատ ընդդիմադիրի, ամենավատ իմ ընդդիմախոսի, ընտանեկան կյանք, անձնական կյանք մտնել, դու դրա իրավունքը չունես, ես նույնպես դրա իրավունքը չունեմ։ Մենք խոսում ենք այլ կառույցի մասին։ Այդ կառույցը հիմնված է հավատի եւ հարգանքի վրա։ Ես որևիցե մեկի տվյալներ չեմ Անիջան, ես որևիցե մեկի որ շանտաժ անեի շուտվանից գնացած կլեն։ Որևիցե մեկը շանտաժ չի անում։ Որևիցե մեկը նման բան չէ, բայց դու չափդ իմացի։ Պարոն Սիմոնյան, գործարար Սամվել Կարապետյանն է այստեղ։ Ով է Սամվել Կարապետյանը։ Գործարար։ Կարամ տեսնեմ դեմքը։ Կներողություն չգիտի։ Իստված մեջ չէ, ես գիտեմ մեր մոտ ինչ որ պլան է։ Նա ասում է, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարի պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա եւ ասում է, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Սա ինչպես է մեկնաբանում, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Չեմ ուզում մեկնաբանեմ, որովհետեւ եկեղեցու հայ առաքելական եկեղեցու դեմ որևիցե մեկը որևիցե բան չի անում։ Մենք բոլորս հանդիսանում ենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եւ պարոն Կարապետյանի դիտարկումները կարծում եմ տեղին չի։ Այլ հարցեր կան։ Շնորհակալություն։ Հաջան։ Սկելու եւ սկացնելու։ Ով էր սկում։ Դուք ասացիք պիտի լողալ։ Այո, որ լինեն մարդիկ, ովքեր որ քայլում են ջրով, կասեն որ վերջացնում։ Լաց կարողացել է նախաձեռնել։ Ծիծաղելի գործընթաց է։ Ես զարմանում եմ Սերժ Սարգսյանը ոնց է այդ գործընթացին տենց սատարում եւ Ռոբերտ Քոչարյանը ոնց է ձևանում, որ իրենք այդ գործընթացին տենց այդ խաղը անկեղծ ասած տենց պոպկորնը ձեռներս նստած վայելում ենք, չենք հասկանում ինչի համար է այդ ամեն ինչը արվում եւ անկեղծ չեմ հասկանում։ Գիտեք ինչ, մեկ-մեկ նստում մտածում ասում ես, լավ, բա ինչ վերջը, ինչ, այսինքն պլանը որն է, անկեղծ ասած ժամանցային բան է դարել որից։ Ձեզ սա ինչ որ քաղաքական նպատակ հետապնդող գործընթաց է, թե գործընթաց է ուղղակի ինդիմադիր ֆորմի մեջ։ Դե ո՞նց կարող քաղաքական նպատակ հետապնդի։ Ուզում հասկանամ այդ նպատակը որն է։ Իրանք ենթադրում են, որ ինչ որ ձայներ են հավաք կամ ինչի է բերելու, ասենք իսկի դարից չեն գալի, նիստերի չեն գալիս, հիմա ընտրություններն 350 օր բան է մնացել մոտավորապես, հա, ուզում հասկանամ այդ ինչ է։ Կարող վերջում այդ խաղի մասնակից դառնալ։ Անիջան, սեփական չափանիշներով էս չափում, հերիք եղավ, բոլոր հարցերի մեջ քո սեփական մտածելակերպը, լսի, քո հարցերի մեջ քո սեփական մտածելակերպը մի դիր, դա վատ տպավորություն է տալիս ասենք։ Վարչապետի Բոլոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմը massամբ ֆինանսավորում է կրթվել նորաձև շարժումը, որոնց Նիկոլ Փաշինյանն է մասնակցում, բայց այդ գումարի չափը չի հայտնում հանրությանը։ Սա մտահոգիչ չէ։ Տեղեկություն չունեմ, չեմ կարող։ Ես հայտնեցի։ Չէ, չգիտեմ, հիմա տենց պետքա մի հատ շատ բան կարաս հայտնես, ես պետքա մի հատ այդ հարցին ծանոթանամ, տեսնեմ նաև ձեր ասած հասցեատերը ինչ պատասխան է տալիս։ Մամուլ չեք կարդում 3
Կհավատաս արդեն շատ բաներ չեմ կարդում, որտեվ ես եմ հիմնականում մամուլի հիմնական վերնագրերը ստեղծում, իսկ ես ինքս ինձ չեմ կարդում։ Հա, մի օր համեմատական կանցկացնենք, կտեսնենք որևիցե այլ լրագրող կամ քաղաքական գործիչ, բացի մի քանիսից, ով է ավելի շատ վերնագիր տալիս, եւ ես քեզ վստահեցնում եմ առնվազն ես միշտ կան։ Լուսինե ջան, նորից եմ կրկնում, արի, շմայսի մասին խոսացիր, իմիջիայլոց թե չի մարդուն տենց ածականոտ։ Առաքել Մովսիսյան ասեք, շատ լավ, Առաքել Մովսիսյան տալիս է, չէ՞։ Նիկոլ Փաշինյանին էլ կհորդորեք, որ Շմայսով չդիմի այլ անուն հասկանալին։ Լսեք, նախ կբերես կտենամ որ դեմ տենց դիմել։ Ես որևիցե մեկին երբ որ ինչ-որ բան հորդորում եմ, ես դա անում եմ այն ժամանակ, երբ որ գտնում եմ ճիշտ։ Եթե գտնեմ ճիշտ, այո կհորդորեմ, բայց ով ինչ ասում է, իր վրա վերցնում է այն պատասխանատվությունը, ինչ որ ինքը ասել է։ Այլ չէ՞ դե Լուսինեն գիտես ինչ, ասենք Լուսինեն այդպես գալիս է, մի հատ հարց տալիս ու գնում է իրան թվում է լրատվությունը է դա։ Այլ հարցեր ունես Անի ջան։ Վստահ ես։ Պատասխանատու